իշխանության մյուս թևի ներկայացուցիչը, Հանձինես Հանրապետության նախագահը, որ մինչ այդ հայտարարել էր իրեն Անգլիայի թագուհու կարգավիճակով, այսինքն պարապեր, մեկ էլ սկսվեց իշխանության համար պատերազմ։ Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը ընկավ մի հատ դահավիժեց այնպես, որ մեր բոլոր անհաջողությունները սկսեցին դրանից հետո եղավ եւ մարտի 1, եւ քառօրյա պատերազմ, եւ 44-օրյա պատերազմ, եւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որը նույն բովանդակությունն էին, ինչ որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Պարզապես այդ օրը չկարողացան գտնեն Նիկոլ Փաշինյանին։ Գտան Արարատ Միրզոյանին եւ կադրերից պարզ տեսնում եք, որ հրոսակախումբը ասում էր, «Էլ մի խփեք, նա արդեն դիակ է»։ Այսինքն իրենք դիակ էին ուզում տեսնել եւ լավա որ պարոն Միրզոյանը ողջ մնաց եւ այսօր էլ արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է եւ իրականացնում է այն նպատակը, որ կոչվում է խաղաղության օրակարգ։